Մենք ինչ ենք տեսնում Իսրայելի եւ մյուս պետությունների օրինակով, նրանք յուրաքանչյուր քաղաքացու համար դիմում են ամեն միջոցի։ Այո, պետք է արձանագրենք, որ մեր պետությունը լռում է եւ այս խնդիրների բարձրաձայնումը իր վրա վերցրել է փաստորեն Լուիս Մորենո Օկամպոն։ Դրանից հետո ես կարծում եմ մենք չունենք այլընտրանք, եթե պետությունը լռում է, մենք իրենց ուղարկել ենք նաեւ համապատասխան փաստաթղթեր եւ մեր բողոքը եւ կարծում եմ հենց այս հանրային ելույթներն են, որ հեռարձակվում են, ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը գրաված քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն չի կատարում իր սահմանադրական պարտքը պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, քաղաքացիների անվտանգությունը ու շահերը, այլև լռում է ելնելով տարբեր դրդապատճառներից։ Նրանք խոսում են վախի մասին, պատերազմի եւ նրանք կարծում են, որ չպաշտպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ու շահը բերում են իբրև թե խաղաղություն։